2022 թվականի սեպտեմբերի 9-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 1.7 միլիարդ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել ռուսական Glavdorstroi բաժնետիրական ընկերության հետ։ Ըստ պայմանագրի, ընկերությունը պետք է հիմնանորոգեր ճանապարհներ Հրազդանում, Ծաղկաձորում եւ Վանաձորում, սակայն աշխատանքները կիսատ են մնացել։ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիրը միակողմանի լուծարել է, պատճառաբանելով, որ ընկերությունը աշխատանքները սկսել է առանց ֆինանսական միջոցների վերաբերյալ պայմանագրի, հետո կիսատ է թողել։ Ֆրեզավորման աշխատանքները կատարվել են ոչ համաչափ, որի արդյունքում ծածկի երկայնական ակոսները մոտ 2 սանտիմետր խորություն ունեն։ Այս հանգամանքը ձյան տեղումների ժամանակ լուրջ խոչընդոտներ է ստեղծել ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար։ Ի վերջո Ծաղկաձորի, Հրազդանի եւ Վանաձորի կենտրոնական ճանապարհները ամիսներով քանդված մնալուց հետո հիմնանորոգվեցին այլ ընկերությունների կողմից։ Թեև խնդիրը համարվեց լուծված, սակայն այս ճանապարհների հիմնանորոգման մրցույթում ի սկզբանե հաղթած Glavdorstroi ընկերությունը դեռևս քաշքշուկների մեջ է։ Սկզբում սկսեցինք աշխատել Ծաղկաձորում։ Ճիշտն ասած, վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անվերջության հուշարձանի բացումն էր։ Արձանը գտնվում է Չարենցավանում։ Մենք վերականգնել էինք հուշարձանը եւ բացմանը եկել էր նաեւ վարչապետը։ Երբ հանդիպել էինք նրա հետ զրուցել, ես ասացի, որ Ռուսաստանից ենք, այստեղ պլաններ ունենք, մեծ ծրագրեր ունենք, պլանավորում ենք աշխատել եւ այլն։ Նա հարցրեց աշխատում ենք Հրազդանում, թե ոչ։ Ես պատասխանեցի, որ ոչ։ Բոլորն ասում են, որ ոչ մի դեպքում չի կարելի այստեղ աշխատել, որովհետև այնտեղ էջմիածնի պես է, աշխատել չի կարելի։ Բայց նա ինձ վստահեցրեց, որ չի կարող նման բան լինել։ Ասաց, ես նրանց զգուշացրել եմ, ամեն ինչ նորմալ է լինելու, հանգիստ կարող եք աշխատել։ Դրանից հետո սկսեցինք մասնակցել տարբեր տենդերների, սկսեցինք աշխատանքներ վերցնել եւ փորձում ենք օգտագործել մեր ունեցած փորձը, որ ժամանակին ու որակով հանձնենք աշխատանքները։ Բայց ցավոք այնպես ստացվեց, որ սկսեցին արհեստական խնդիրներ ստեղծել, որպեսզի հնարավորություն չտան իրականացնել Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքների մեր նախագծերը։ Գևորգ Պողոսյանը պնդում է, որ Վանաձորում առաջին իսկ պայմանագրից, որով պետք է հիմնանորոգեին Կարեն Դեմիրճյանի անվան փողոցը, ամիսներ անց իրենց ստիպել են հրաժարվել աշխատանքներից։ Նշում է մասնավորապես տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանի անունը։ Տկենից հայտնում են, որ Glavdorstroi հետ ընդհանուր առմամբ կնքվել է 6 պայմանագիր, որից 3-ը միակողմանի լուծարվել է նախարարության կողմից։ Նրանք պնդում են, պայմանագրերը իրավաչափ են լուծարվել եւ մեղադրանքները նախկին նախարար Գնել Սանոսյանի հասցեին անհիմն են։ У нас был контракт по Кировакану. Գնել Սանոսյան попросил отказаться от этого. Մենք ունեցել ենք պայմանագիր Վանաձորում։ Գնել Սանոսյանը խնդրում էր հրաժարվել այդ պայմանագրից։ Մենք նույնիսկ գլխավոր դատախազի անունով գրություն էինք պատրաստել։ Մեր իրավաբաններն ուղարկել են գրությունն այն բանից հետո, երբ իմացել ենք, որ ուզում են դա օգտագործել, որպեսզի մեզ գցեն սև ցուցակ։ Ստացել էինք թույլտվություն, պետք է սկսեինք աշխատել։ Հաջորդ օրը կանչում են նախարարություն, Գնել Սանոսյանն ասում է, որ Վանաձորում թողնենք այդ աշխատանքը։ Այդ աշխատանքն անել պետք չէ։ Գնել Սանոսյանի խնդրանքով մենք նամակ ենք ուղարկել, խնդրել, որ մեզնից հանեն այդ պայմանագիրը։ Да, с просьбой, чтобы от нас снимали этот контракт. Ինքը գիտեք ինչպես բացատրեց, ասաց, որ Վանաձորում մենք սարսափելի խնդիրներ ունենք։ Մեր թիմակիցը, որն այնտեղ է աշխատում, պետք է իրեն դրսևորի, պետք է ինչ-որ աշխատանք անի եւ մենք որոշել ենք, որ այդ պայմանագիրը փոխանցենք իրեն եւ դրա շրջանակներում ինքն անի այդ աշխատանքը։ Հրազդանում մեր առաջին տենդերը, որով սկսեցինք աշխատել, ճանապարհաշինական աշխատանքներ էին։ Ծաղկաձորում կառուցեցինք 1 կիլոմետր ճանապարհ կամրջային կառուցվածքով։ Ես նույնիսկ աշխատանքի ավարտից հետո նամակ գրեցի Գնել Սանոսյանի անունով, խնդրելով, որ գան տեսնեն աշխատանքների որակը, որովհետև բառացիորեն 2 ամսում մեծածավալ աշխատանք էինք արել։ Բայց ելի ոչ ոք չեկավ, ոչինչ չտեսավ։ Մի խոսքով վիրավորական է, երբ բարձրորակ աշխատանք ես անում ու ժամանակից շուտ ավարտում, պետք է առնվազն գնահատեն ու շնորհակալություն հայտնեն լավ աշխատանքի համար։ Գևորգ Պողոսյանի խոսքով Glavdorstroi-ը բազմիցս մասնակցել է պետական մրցույթների, մի շարք ենթակառուցվածքային աշխատանքներ սկսել ու մեծ մասամբ ավարտել է եւ դրա դիմաց վարձատրվել է կիսատ։ Նա պնդում է, պայմանագրերը միակողմանի լուծարվել են, իսկ գործերն ամբողջացնելու հնարավորությունը տրվել է այլ իշխանությունների հետ սերտ կապ ունեցող ընկերությունների։
Գևորգ Պողոսյանը համոզված է, որ այն թերությունները, որոնք մատնանշում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, միայն պատրվակ են եղել, որ իրենց ընկերության հետ պայմանագրերը լուծարվեն։ Պետական կառույցները Գլավդորստրոյին հայտնել են, որ նրանց ներկայացրած պայմանագրերի կատարման եւ որակի ապահովման բանկային երաշխիքները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է, որ իր կողմից Գլավդորստրոյ բաժնետիրական ընկերությանը քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլատվություն չի տրամադրել։ Անհասկանալի է, թե ինչու են պետական մարմինները այս թերությունները հայտնաբերել ոչ թե ընկերությանը հաղթող ճանաչելու ժամանակ, այլ երբ ընկերությունը արդեն աշխատանքների մի մասն արել է, գումարներ ներդրել։ Լուծարման փաստաթղթերում միայն նշվում է, որ փաստերը ի հայտ են եկել ֆինանսների նախարարություն իրականացված հարցման եւ վերջինիս կողմից որպես լիազոր մարմին ընտրված պարզաբանման արդյունքում։ Կոտայք это то место, где страшная коррупция. Կոտայքն այն վայրն է, որտեղ տիրում է սարսափելի կոռուպցիա եւ աշխատում են մարդիկ, որոնք բացարձակ ոչինչ չեն հասկանում։ Այդ պատճառով շատ դժվար է կազմակերպվել եւ աշխատել։ Այնպես ստացվեց, որ մենք սկսեցինք աշխատել։ Հիմա մենք շատ հարցեր ունենք Ծաղկաձորի ու Հրազդանի ղեկավարություններին։ Նրանք անհասկանալի պատճառաբանությամբ չեն ձևակերպում եւ չեն վճարում մեր գումարները, եւ խոսակցությունները շրջանառվում, որ իբրև մենք ստացել ենք գումարները եւ ոչ ոքի ոչինչ չենք վճարել։ Գլավդորստրոյը փորձել է իրավական ճանապարհով բողոքարկել որոշումները, սակայն երկու դեպքով էլ հայցերը մերժվել են։ Ընկերության հայցերը մերժվել են կրկին պատճառաբանելով, որ պայմանագրի կատարման ապահովման համար բանկային երաշխիք է ներկայացվել Lord Invest ՍՊ-ն, որը չի հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ ապահովագրական ընկերություն։ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը պնդում է, որ Գլավդորստրոյի աշխատանքները եղել են թերի։ Ըստ համայնքի ղեկավարի, այս պահին որևէ պարտավորություն չունեն Գլավդորստրոյ ընկերության նկատմամբ։ Ընկերության տնօրենի կողմից ձեզ հայտնած տեղեկատվությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում։ Պետական վերահսկողական ծառայությունն էլ ընկերությունում մշտադիտարկումներ է իրականացրել։ Պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել Հրազդանի համայնքապետարանի գնումների գործընթացների շրջանակներում, որտեղ ընտրված մասնակիցն ու կապալառուն եղել է Գլավդորստրոյը։ Մշտադիտարկման արդյունքում անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկությունները ծառայության կողմից ներկայացվել են գլխավոր դատախազություն, իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքն ապահովելու համար։ Այս ամենի արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։ Գլավդորստրոյը այս ամենից զատ Տկենի, Ծաղկաձորի եւ Հրազդանի համայնքապետարանների հետ կնքել է նաեւ այլ պայմանագրեր, որոնք եւս պետական կառույցների նախաձեռնությամբ լուծարվել են։ Այն ժամանակ, երբ ընկերությունը արդեն սկսել է աշխատել նախագծերի վրա, որոշ դեպքերում վերջնական փուլում է եղել։ Տկենը հայտարարել է, որ պայմանագրերի կատարման եւ որակի ապահովման բանկային երաշխիքները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այս դեպքերով էլ Գլավդորստրոյը հայտնվել է սև ցուցակում։ Հրազդանում, Ծաղկաձորում եւ Վանաձորում ճանապարհների նորոգման պայմանագրերի լուծարումից հետո շինարարական աշխատանքները վստահվել են նոր ընկերությունների։ Գլավդորստրոյին փոխարինած ընկերությունները կապված են պաշտոնյաների եւ ազդեցիկ գործարարների հետ։ Վանաձորի աշխատանքները տրվել են նախկին քաղաքապետի ընտանիքի անդամի Ռիմա Ղազարյանի հիմնած Ռիմա Ղազարյան ՍՊ ընկերությանը, իսկ Ծաղկաձորում եւ Հրազդանում Golden Palace Երևան հյուրանոցի սեփականատեր գործարար Տիգրան Նազարյանի հիմնադրած Շիմպլյուս ՍՊ ընկերությանը։ Գլավդորստրոյը հայտարարում է, որ պետական կառույցները արհեստական խոչընդոտներ են ստեղծել իրենց աշխատանքի համար եւ նախընտրել գործերը հանձնել յուրայիններին։ Պետական գերատեսչությունները հակադարձում են։ Պայմանագրերը լուծարվել են թերի աշխատանքների պատճառով։ 2025 թվականի հունիսի 6-ին ընկերությունը դուրս է եկել պետական գնումների սև ցուցակից, բայց Գլավդորստրոյը իրավապահ մարմիններից ակնկալում է նոր իրավական գործընթացի մեկնարկ։